Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Ռուսաստանից օրորի ավելացող սահմանափակումների ֆոնին կառավարությունը փոխհատուցում է պատրաստում հայ արտահանողների համար։ Եվրամիությունն էլ հրատապ 50 միլիոն եվրո է տրամադրում եւ խոստանում հեշտացնել հայկական գյուղմթերքի արտահանման ընթացակարգը։ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են TRIP-ի համաձայնագիրը, այն դեռ պետք է վավերացվի։ Քարոզարշավի նախավերջին օրն է։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընտրություններին մասնակցելու համար ԱՊՀ-ից Հայաստան եկողներին, պաշտպանության նախարարը հերքել, թե եկողներին ռազմական հավաքների են տանում, հակակոռուպցիոնն էլ շարունակել է խուզարկությունները ուժեղ Հայաստանի մի քանի տասնյակ գրասենյակներում։ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ բանակցություններից հետո Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի մեխանիզմների շուրջ։ Ռուսաստանը, որ ամենամեծ արտահանման ուղղությունն է հայաստանյան ապրանքների համար, վերջերս ամենօրյա ռեժիմով նորանոր ապրանքների ներկրումն ու վաճառքն է սահմանափակում։ Արձագանքելով այս իրավիճակին, կառավարությունն այսօր որոշեց մեկ ամսով փոխհատուցում տրամադրել պտուղ բանջարեղեն եւ ծաղիկներ արտահանողներին։ Բրյուսելից էլ հայտարարեցին, թե մեջբերեմ ռուսական տնտեսական ճնշումներին դիմակայելու համար Հայաստանին 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրվի։ Այստեղ հարկ է նշել, որ 2024 թվականին ավելի քան 50 միլիոն դոլարի միայն ծաղիկ է արտահանվել Ռուսաստան, իսկ արգելված բոլոր ապրանքներն իրար հետ մոտ 200 միլիոն են կազմել։ Եվրամիությունը 50 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում Հայաստանին։ Վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր տեղեկացրեց, թե ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանին աջակցության փաթեթ են մշակում։ 50 միլիոնը ծրագրում են անմիջապես տրամադրել, ապա հեշտացնել հայկական գյուղմթերքի արտահանման ընթացակարգը։ Բրյուսելը փակագծեր է բացում, վաղը Լատվիա կհասնեն 10,000 հատ հայկական ծաղիկներ։ Ներկրումն այսքանով ըստ Եվրահանձնաժողովի նախագահի չի սահմանափակվի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայկական ապրանքների Ռուսաստան մուտքի արգելքը անթույլատրելի է որակել, պնդելով, թե դա տնտեսական ճնշում է։ Արտահանման սահմանափակումներն ընդլայնելով Մոսկվան տնտեսական կապերը որպես քաղաքական ճնշման զենք է օգտագործում։ Մենք այս սցենարին շատ լավ ծանոթ ենք, ահա թե ինչու է Եվրոպան ամուր կանգնած Հայաստանի կողքին։ Ի տարբերություն Բրյուսելի, Երևանը այս հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում Ռուսաստանի պատժամիջոցներն ընդհանրապես չի իշատակել, միայն նշել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերների մասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումից մի քանի ժամ առաջ Երևանում հայտարարում էին Հայաստանն ունի բավարար հնարավորություններ արհեստական սահմանափակումներին արձագանքելու համար։ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որը ունի պատշաճ որակ, արտահանվելու է անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի եւ այլն։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն էր այսօր վարում կառավարության նիստը, որի ընթացքում պտուղ բանջարեղեն ու ծաղիկներ արտահանողներին աջակցելու որոշում կայացրին։ Ցանկացած արտահանող, եթե կարողանա այս ամսվա ընթացքում մթերքն ու ծաղիկներն այլ շուկաներ հասցնել ու դա հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրել, արտահանված յուրաքանչյուր կիլոգրամ պտուղ բանջարեղենի եւ յուրաքանչյուր հատ ծաղկի համար փոխհատուցում կստանա։ Ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ եւ ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Ծրագիրն ընդունել են 1 ամիս ժամկետով, այս ամիս իրականացվող արտահանումների համար, սակայն եթե կարիք լինի, կերկարաձգեն։ Հաշվարկել են այս ամսվա ընթացքում փոխհատուցումների համար 1.9 միլիարդ դրամ կծախսեն, ավելի քան 5 միլիոն դոլար։ Թիվը թեև 7-անիշ է, սակայն օրինակ ավելի փոքր է, քան բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների ֆոնդը կամ Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգի ծախսը։ Գործադիրի ներկայացրած հաշվարկով 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան շուրջ 70 միլիարդ դրամի, շուրջ 190 միլիոն դոլարի պտուղ բանջարեղեն ու ծաղիկներ են արտահանել։ Ռուսաստան արտահանման ծավալն ընդհանուրի 93.3%-ն է։
Ծրագրում են, որ այս որոշման արդյունքում այս ամիս ընդհանուր 4250 տոննա պտուղ բանջարեղեն եւ 10 միլիոն հատ ծաղիկ կարտահանեն շուկաներ։ Նախագիծը էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր ներկայացնում։ Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, թե Եվրամիությունը պատրաստ է հայկական ապրանքներ ընդունել, բայց պետք է համապատասխանել ստանդարտներին։ Մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում որոշակի դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն եւ հուսամ առաջիկայում այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն։ Կառավարության որոշման կառուցվածքը միայն հուշում է, հրատապ կարգով են մշակել։ Բյուջետային համապատասխան փոխանցումների հարցն առայժմ չեն լուծում։ Թղթաբանությունը կիրականացնեն առաջիկա 1 ամսվա ընթացքում։ Սա միակ որոշումը չէր։ Կառավարությունը նաեւ ընդլայնեց Եվրամիության շուկաներ, Միացյալ Թագավորություն ու Կանադա արտահանումների աջակցման ծրագիրը։ Գործադիրն այսուհետ կփոխհատուցի ոչ միայն մշակող արդյունաբերության արտադրանքի, այլ նաև պտուղ բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման մաքսատուրքն ամբողջությամբ։ Ազատության տեղեկություններով Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Ռուսաստանը օրորի է սպառնալիքներն ավելացնում, նորանոր ապրանքներ արգելում։ Արգելքների եւ կոշտ զգուշացումների այս շարքը սկսեց ինտենսիվանալ քարոզարշավի հետ, բայց մինչ օրս ուղիղ տեքստով դրանք ընտրությունների հետ չեն կապվել։ Այսօր արդեն փոխվարչապետ Օվերչուկը բաց տեքստով զգուշացրել է, որ հենց ընտրությունների արդյունքներն են պայմանավորելու Մոսկվայի հետագա որոշումները։ Որքան մոտենում է քվեարկության օրը, Ռուսաստանն ավելի ու ավելի է սաստկացնում սպառնալիքները։ Փոխվարչապետ Օվերչուկն այսօր արդեն ուղիղ ընդգծել է կապը ընտրությունների հետ, զգուշացնելով, որ ըստ դրանց արդյունքների էլ Մոսկվան որոշում կկայացնի։ Եթե Եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, եւ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ինչու պետք է աջակցենք նման երկրի։ Միթե մենք պետք է փող տանք նրանց, ովքեր վաղը հնարավոր է պատերազմեն մեր դեմ։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան այսօր կրկին հիշեցրել է գազի հնարավոր թանկացման վերաբերյալ Երևան ուղարկված նամակը, զգուշացնելով, որ Հայաստանը ստիպված կլինի ստանալ նույն ռուսական գազը, բայց արդեն մեծ մաքսատուրքերով ու միջնորդավճարներով։ Հետևաբար իրավիճակը Հայաստանում շատ դժվար կլինի։ Մենք դա չենք ուզում։ Ռուսաստանի այս հայտարարություններից ժամեր առաջ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ դիմում էր Մոսկվայի գործընկերներին։ Բարեկամական խորհուրդ տալ, որ այն գործելավոճը, որ իրենք որդեգրել են, չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում եւ հակառակ ազդեցություն է ունենալու, կոչ եմ անում իրենց չկրկնել նույն սխալները, որոնք որ իրանք արել են անցյալում, եւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի գնում սրացման, այդ ցանկությունը չունի, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը իր հարցերը լուծելու է եւ կլուծի տնտեսական առումով, եթե այս պատժամիջոցները շարունակվեն։ Ավելի հեռուն գնալով խորհրդարանի խոսնակը պնդում էր, թե այսպես Ռուսաստանի իշխանություններն ել ավելի վատ են հայ ժողովրդին տրամադրում իրենց դեմ, իսկ դրանից Հայաստանի իշխանությունները չեն տուժելու։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից, խաղապահների գործողություններից եւ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ռուսական հերոստալիքների լկտիությունից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրենք վանում են իրենցից եւ այս քայլերը վանելու են ոչ թե հայկական իշխանությունից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, այլ վանելու են այդ բաներ անողներից։ Եթե իրենք կարծում են, որ ելակ, չգիտեմ, մնացած բաները սահմանափակելով իրենք հայաստանյան իշխանություններին վնաս են տալու, դա տենց չի, իրենք վնաս են տալու միայն հայ-ռուսական հարաբերություններին։ Մինչ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով պահանջում է, որ Հայաստանում հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական դաշինքը լքելու հարցով, վարչապետ Փաշինյանն օրերս ուղիղ հայտարարեց, առաջիկայում նման օրակարգ չունի։ Մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը,
անտրամաբանական է։ Փոխարենը հիմա հարցը նախընտրական պայքարի գլխավոր թեման է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման կողմնակից Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր է վերահասաղետ է գուժում, Երևանին մեղադրելով, որ Մոսկվան անցել է ճնշումների։ Հիմա ճնշում որ կողմից։ Հյուսիսից։ Իսկ ինչ է նախորդել դրան, երբ Հայաստանի պաշտոնյան գնում է Բրյուսել եւ խնդրում է Բրյուսելին իրեն պաշտպանել հնարավոր հիբրիդային պատերազմից։ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ Եվրոմիություն, Ռուսաստան հակասությունների բախման կենտրոնում հայտնելու համար։ Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար երեք նաև Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Նիկոլ Փաշինյանին մեղադրում։ Այսօր այնքան խոսացին խաղաղություն, որ այսօր բերեցին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ։ Դրա հետևանքը ո՞րն է լինել։ Սննկացում, աղքատություն, վերացում, գյուղատնտեսությանը, արտադրությանը, եթե մարդը չի կարող վաճառել, ինչ պետք է 10 տարի այլ ընտրանք չեն կարող ստեղծեն, բացառված է։ Ըստ հարցումների ընդդիմադիր առաջատար ուժը Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը չի ընդունում մեղադրանքը, թե ռուսները տնտեսական պատժամիջոցներով շանտաժ են անում հայաստանցի ընտրողներին, որ Կարապետյանին ձայն տան։ Իսկ կարող է այդ այն մարդու պատճառով, ով Ռուսաստանի ողերիմ թշնամուն, ում հետ իրենք արդեն 100 հազարավոր զոհեր են տվել, որոշում է, որ իրեն պետք է հրավիրի Հայաստան, նա էլ հակառուսական հայտարարություններ անի Հայաստանից, Զելենսկին հրավիրի Հայաստան, որից հետո այդ երկրից հայտարարություններ գա, որ դա անհետևանք չի մնալու։ Զելենսկին չի հրավիրել Հայաստան։ Ինչ տնտեսական էֆեկտ է ունեցել հայ տնտեսությունը։ Քարոզարշավի մեկնարկին ընդունելով վարչապետ Փաշինյանին նախագահ Պուտինը ցանկություն էր հայտնել, որ ռուսամետ գործիչները կարողանային մասնակցել ընտրություններին, ակնարկելով տնային կալանքի մեջ գտնվող Կարապետյանին։ Ռուսաստանը մի քանի օր է խորհրդակցությունների է կանչել իր դեսպանին, նրա Երևան վերադառնալու մասին դեռ չի հաղորդվել։ Ինչպես են կառավարության եւ Եվրամիության խոստացած աջակցությանն արձագանքում հենց ծաղիկ եւ բանջարեղեն արտահանողները։ Թեև խոստումների գործնական իրագործման առումով շատ մանրամասներ դեռ հայտնի չեն, ծաղիկների արտադրությամբ զբաղվող գործարարները փոխհատուցման սահմանված չափից գոհ են, բայց չեն պատկերացնում ինչպես են ծաղիկների հայրենիք Նիդերլանդներում մրցակցելու։ Իսկ բանջարեղեն արտադրողները կարծում են իրենց առաջարկած փոխհատուցումը փոքր է։ Հայաստանից ծաղիկների մի խումբ այսօր կարտահանվի Լատվիա, հայտարարել է Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Կառավարության նիստում էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է վստահեցրել, կաջակցեն, որ որակյալ ոչ մի ապրանք արտահանման խնդիր չունենա։ Կարծում եմ, այս նույն որոշումը պիտի տարածվի եւ մրգերի վրա, եւ կոնյակի վրա, եւ գինու վրա, եւ հանքային ջրերի վրա։ Ցանկացած շուկա, որտեղ որ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա։ Հայաստանում ծաղիկ աճեցնող ամենախոշոր ջերմատներից մեկի համասեփականատերը գոհ է կառավարության սահմանած փոխհատուցումից, մեկ ծաղկի համար 37 դրամ։ Ամենայն դեպս ճիշտ հաշվարկը դա է, որ մեկ արտահանվող վարձի մասով պետությունը այդ սուբսիդիան տա։ Կարծում եմ, այս ամենաճիշտ մոտեցումն է։ Ես հակված եմ նրան, որ պետության աջակցությունը գոնե 1 տարի տևի, որպեսզի մենք կարողանանք այդ շուկաներում ամրապնդվենք։ Արարատցի մեկ այլ ջերմոցատեր, որ 2800 հեկտար տարածքում նաև լոլիկ ու պղպեղ է աճեցնում, լսել է, որ կառավարությունն արտահանվող 1 կիլոգրամ պղպեղի համար 400 դրամ կփոխհատուցի, լոլիկի դեպքում 275, դժգոհեց շատ փոքր փոխհատուցում է։ Այդ գնով ես փոխել ոնց կարամ տամ այդ գնով։ 400 դրամը գին չի տալ։ Քոջան 600 դրամ, պղպեղը որ հանեմ շուկա։ Լոլիկը 275 դրամ։ Չէ, քոջա 450 դրամ է շուկան։ Քեզ գին ուզը։ Բայց իմ ուխուդս որն է։ Այդքան ծախսերն անեն շուկայականից։ Գոնե 50 դրամ պակասով այդ ապրանքները մթել է։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ արդեն կան եվրոպական լաբորատորիաներ, որոնք փորձում են օգնել հայ արտադրողին։ Նրա խոսքով նպատակն է ապահովել, որ հայկական արտադրանքը համապատասխանի Եվրամիության եւ այլ շուկաների ստանդարտներին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր նշել է, որ դեպի Եվրամիություն արտահանվող ապրանքները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Այս հարցը նաեւ ֆերմերներն են հաճախ նշում, ընդգծելով արդյոք հայաստանյան սերտիֆիկատները ԵՄ-ն կընդունի։ Ես նաեւ կառաջարկեի մեր ոչ այս որոշմամբ սահմանվող աջակցություն, այլ որոշումներով մեր ունեցած աջակցության մեխանիզմները կենտրոնացնենք
այն արտադրողների մրգերի, բանջարեղենի եւ առհասարակ այն արտադրողներին աջակցելու վրա, որոնք համապատասխանում են շատ որոշակի միջազգային ստանդարտների։ Եվրամիության դեսպանը նաև ընդգծել էր, քննարկում են հայկական ծաղիկների Նիդերլանդների թագավորություն արտահանելու հնարավորությունները Royal Flora ընկերության հետ։ Այս հայտարարությունն առնվազն 2 կետով անհասկանալի է դեպի Եվրամիություն արտահանման փորձ ունեցող մեր զրուցակցի համար, որպես բեռնափոխադրող ասած, եղել է Նիդերլանդներում, չի պատկերացնում ծաղիկի հայրենիքում հայկականն ինչպես է մրցելու։ Հայաստանում շատ մեծ ծաղկի ջերմոցներ կան, որ ասենք մյուս տարվա սկիզբ պետք է գա մարտի 8-ի տոնը, ընկերություններ կան, որ Նիդերլանդներից սացիլներ են բերում, տնկում են, ստանում են կակաչը եւ արտահանում են Ռուսաստան հենց մարտի 8-ի կապակցությամբ։ Ես ինքս այդ բեռնափոխադրումը կատարել եմ, Ռուսաստան ծաղիկներ են բեռնափոխադրել, Հայաստան սացիլներ։ Ու մինչեւ հիմա Նիդերլանդներից Հայաստան սացիլներ են գալի։ Ծաղկի երկրում մենք մրցակցությանը չենք դիմանալու։ Բեռնափոխադրող մեր զրուցակիցը տեղեկություն ունի, թե Հայաստանից նաև Ուկրաինա է ծաղիկով բեռնված մեքենա գնացել, բայց ոչ հայկական բեռնատարով։ Այդ դեպքում մեզ ով է հիշելու նեղսրտեց։ Ապրանք արտահանվել դեպի Ուկրաինա ծաղիկ թուրքական մեքենայով։ Օրինակ, ինչի հայկական մեքենան չի գնացել։ Ինչի ես հենց հիմա պատրաստ եմ ցանկացած եվրոպական երկիր արտահանում իրականացնելու, բայց ինձ չկա առաջարկ։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Իմ անձնագրում կա սահմանահատման ռուսական կնիկ, ես Ուկրաինա չեմ կարող մտնել, դա իմ համար խնդիր է լինելու։ Հայկական բեռնափոխադրողը դուրս եկավ այդտեղից, այդտեղ շահեց նորից վրացական կամ թուրքական բեռնափոխադրողը, որը որ մեր ամենացավալի կողմն է։ Այս քանի տարի մենք բղավում ենք, որ երրորդ երկրի բեռնափոխադրողը մեր տեղը գրավում է շուկայում։ Սա էլ մի հատ մեզ համար թազա հարված է։ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Արտգործնախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է փաստաթուղթը, նշում, որ ավելի վաղ էլ պետքարտուղար Ռուբիոն է իր ստորագրությունը դրել եւ ուղարկել Երևան։ Սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, համաձայնագիրը պատրաստ է վավերացման, հայտարարել է Միրզոյանը։ Ինքը Ռուբիոն կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ է ասել, որ 3 է ստորագրել TRIP համաձայնագիրը եւ այսպիսով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված համարել։ Վաշինգտոնից նաև հայտնել են, որ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել TRIP-ի զարգացման ընկերության հիմնմանը։ Անդրադառնանք քարոզարշավին, քարոզարշավի վերջին 2 օրերն են, շաբաթօրն արդեն լռության օր է, իսկ կիրակի առավոտից կբացվեն ընտրատեղամասերը։ Այսօր իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը բավական կարճ է տվել, բայց Փաշինյանը հասցրել է անդրադառնալ վերջին լուրերին Ռուսաստանից քվեարկության համար եկածների հոսքի մասին։ Հատկապես հիմնական քննարկման թեման Քարոզարշավի նախավերջին օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողների հետ հանդիպումներին ընդհանուր առմամբ հատկացրեց 65 րոպե, որից 23 րոպեն անցկացրեց Խարբերդում, 42-ը Նորագավիթում։ Խարբերդում Փաշինյանը ընտրողների հետ քննարկեց առավոտյան լրահոսը։ Ինքը մինչև քարոզարշավային օրը սկսել է կարդացել էր, որ ԱՊՀ երկրներից Հայաստանի քաղաքացիներ գալիս են մասնակցելու ընտրությանը։ Զարմանալու են այդ մարդիկ հենց իջնեն Զվարթնոց օդանավակայան։ Խարբերդցիներին հայտնեց վարչապետը։ Նախ առաջին բանը, որ տեսնելու են, հետևյալն է, որ իրենք հասանելիություն ունեն ինտերնետին։ Այսինքն ամենատարբեր VPN-ներ գործարկելու անհրաժեշտությունից իրենց ազատ են զգալու եւ դա առաջին զարմանալի փաստն է լինելու նրանց համար։ Ընդ որում նրանք զարմանքով արձանագրելու են, որ Հայաստանում կա ոչ միայն շարժական ինտերնետ, ոչ միայն լարային ինտերնետ, այլև կա նաև արբանյակային ինտերնետ։ ԱՊՀ երկրներից ինտերնետի հասանելիությունը խնդրահարույց է հատկապես Ռուսաստանում։ Իսկ այն, որ Հայաստանում սոցիալական ցանցերն ամբողջությամբ հասանելի են, վարչապետ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ հարկ էր համարել ընդգծել անգամ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Այսօրվա քարոզարշավին Փաշինյանը դարձյալ կրկնեց. Հայաստանում մարդիկ ոչ միայն հնարավորություն ունեն իրենց նախընտրած բովանդակությունը տարածել համացանցում, այլև դրանով գումար աշխատել։ Խարբերդի բնակիչները շուրջ 15 րոպե վարչապետից լսում էին, թե էլ ինչեր են տեսնելու եւ ինչով են զարմանալու Երևան ժամանող հայերը։ Մարդաշատ օդանավակայանից մինչև բարեկարգ ճանապարհներ, հանրային տրանսպորտի բարեփոխումներ ու ժամանակակից վերելակներ։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին բան որոշումը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում եւ արդենից ամեն ինչ
գլխից որոշված չէ եւ նրանք գնալու են մտնեն ընտրատեղամաս, նրանք ովքեր պետքա գնան ընտրատեղամաս եւ նրանք ընտրելու են երկու բանի միջև, նրանք ընտրելու են Հայաստանը պետք է լինի Նիժնի Տապրի գյուղ, թե Հայաստանը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն։ Հանդիպումն ավարտվեց, բայց Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկտրվեց Հայաստան ժամանողներին զարմացնելու թեմայից։ Իսկ Խարբերդում մարդկանց հետաքրքրում էր, երբ են լուծվելու հենց իրենց խնդիրները։ Ոչինչ չկա, ոչ դպրոց կա, մանկապարտեզ այս նոր են կառուցում 100 տարվա որոշված է։ Ոչ մանկապարտեզ կա, նոր հələ դեռ երբ կլինի չենք իմամ։ Դաշ ունենք, տրանսպորտը նորմալ չի աշխատում։ Ես թույլ չտվեցի խոսանք, տեղյակ պահեի Փաշինյանին, մի հատ գնալուց կխնդրեի բանի վրայով անցնելուց կամուրջի վրայով։ Շոֆերները գիտես ինչ են անում ժողովրդի, խաչականքում են երեսները կամուրջի վրայով անցնում են, որ ավտոբուսը շուտ չգա կանալ։ Այս կինը, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության աջակից է, այդպես էլ հնարավորություն չունեցավ վարչապետին ներկայացնելու իրենց բնակավայրի հոգսերը, անգամ հավաքի ավարտից հետո։ Ես ուզում էի մի քանի բան, ես իրան խնդրեի, չեն թողում որ խոսած, այդ լավ չի։ Բա եկել են քսեի հոգսերի համար, բա մի բարձրացեք։ Մեր զրուցակիցը դժգոհեց նաև ՔՊ շտաբի աշխատանքից, թե լավ չեն աշխատել։ Պաշտոնական տվյալով 8500 բնակիչ ունեցող Խարբերդում հանդիպումն ավելի մարդաշատ պետք է լիներ։ Մենք եղել է, որ օրինակ Ավինյանն ա եկել հանդիպման, ավելի շատ ժողովուրդ էր եկել, քան Փաշինյանին։ Փաշինյանին պետք է շատ գային։ Ուզում եմ, ինչ եմ ուզում ասեմ, թե չաշխատելու հետևանքա։ Հետո ժողովուրդը մի քիչ էլ դժգոհ է։ Նորագավիթում հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրվել է թրիփի իրագործման համաձայնագիրը։ Այն որակեց դարակազմիկ իրադարձություն։ Մարդկանց վստահեցրեց, թե այդ փաստաթով մեղրին տալու թեման փակվել է, իսկ չհավատացողներին առաջարկեց ստուգել ինքնուրույն։ Հիմա ինչ որ ասում եմ, էլ հավատալ չհավատալու թեմա չի։ Այսօր դուք կարող եք հենց այդտեղից մտնել ինտերնետ, ինչ որ ասում եմ ինտերնետում ստուգել։ Ինչ է տեղի ունեցել։ Թրիփ նախագծի համաձայնագրի տեքստում հստակ գրված է, որ թրիփ նախագծի իրագործումը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա, բայց որ տարընթերցումների տեղ չլինի, մի հատ էլ գրած է, Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի վրա։ Ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթով Հայաստանը համաձայնել է, որ թրիփի սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայությունները մատուցեն մասնավոր օպերատորները։ Հայ սահմանային եւ մաքսային ծառայության աշխատակիցներին չհանդիպելու պահանջ տարիներ շարունակ ներկայացնում էր Բաքուն։ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրողներին ասաց. ինչպես ջախջախվել է միջանցք տալու ընդդիմադիրների պնդումները, այնպես էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով բանակը քանդելու թեզը։ Եվ մայիսի 28-ի զորահանդեսը դուք ասեք, ջախջախեց այդ բոլոր խոսույթները։ Վարչապետի սահմանափակ ժամանակը թույլ չտվեց երկար մնալ։ Հյուրասիրության սեղանից Նիկոլ Փաշինյանը հասցրեց միայն սիմվոլիկ համտես անել, իսկ խաշլամանն ու խորովածը մնացին սեղանին։ Այս օրերին տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Ռուսաստանից 100,000 հայ է գալու Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու համար, որ նրանց ճանապարհածախսը հոգում է հենց այդ ուժը եւ նույն ժամանակ էլ լուրեր տարածվեցին, որ եկողներին ռազմական ոստիկանությունը վարժական հավաքների է տանում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է սա, ընդդիմությունը տեղի ունեցողը հոգեբանական ճնշում է համարում։ Ազատությունը մինչ այդ այսօր Զվարթնոց օդանավակայանում է եղել, պարզելու եկողները ծանուցում ստանում են, թե ոչ։ Ռազմական ոստիկանությունը վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր է հանձնում Ռուսաստանից ժամանածներին հենց սահմանային անցակետերում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի CVKM կայքն է ազդարարում։ Սահմանային անցակետերում ուժեղացված ծառայություն է իրականացնում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է այն, ինչ իրենց պաշտոնական կայքն է հաղորդում։ Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես
հնարավոր չի։ Ըստ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի ինքնաթիռից իջածներին վարժական հավաքով սպառնալը հոգեբանական տեռոր է։ Իհարկե Սուրեն Պապիկյանը չկմեղանալով հերքում է, բայց ամբողջ նպատակը հոգեբանական գրոհն էր։ Ռուսաստանի հայեր, տեսեք, ով իջավ Երևան, ձեզ տանելու են 25-օրյա վարժական հավաքների։ Ուղղակի քարոզչական մանիպուլյացիոն մթնոլորտ ձևավորելու համար արեցին։ Որ Ռուսաստանից եկողներին պիտի վարժական հավաքների տանել արդեն մի քանի օր է իշխանականներն են պնդում, արձագանքելով ավելի վաղ տարածված տեղեկություններին, թե Ռուսաստանից 100,000 հայ է գալու քվեարկելու Սամվել Կարապետյանի օգտին։ Ուղարկենք վարժական հավաքների, մի երկու ամիս վարժական հավաքի կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա։ Ինչ խնդիր կա որ։ Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ուղիղ պնդում է ընտրակաշառքով քվեարկելու եկածները կներգրավվեն վարժական հավաքներում։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, արդյոք պետք է այդ մարդիկ ներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ այո, պետք է ներգրավվեն։ Եթե ըստ վարչապետի աշխատակազմի անդամի ընտրակաշառքով են Ռուսաստանից գալիս, այսինքն օրինազանց են, ինչու նրանց իրավապահների մոտ չի ուղարկում, այլ վարժական հավաքի է տանում։ Ըստ Գեղամ Մանուկյանի, պատճառն այն է, որ այս իշխանությունն ատում է բանակն ու վարժական հավաքի տանելը դարձրել է սպառնալիք, քաղաքական հակառակորդներին լռեցնելու ուղղություն։ Վարժական հավաքները այս իշխանությունը արդեն քանի տարվա իրենց հայտարարություններով, գործողություններով դարձրել են պատժի միջոց։ Այսօր Զվարթնոտ օդանավակայանում Մոսկվայից ու ռուսական այլ ուղղություններից ժամանող հայերի հանդիպեցինք։ Տղամարդկանցից ոչ ոք սահմանային անցման գոտում ծանուցագիր չէր ստացել։ Ոչ մի տիպի առաջարկ, ստուգում, հարցաքննություն ոչինչ չի եղել։ Կարծում եմ թե պարզ ասեցին։ Էս էլ ընդդետվեցին, որ եթե կաշառք վերցնեք, գաղտնիություն, բան 5 տարի, 7 տարվա դատա, ճղմ թափում եմ ես է ձեզ։ Դե մեզ էլ Մոսկվայից ասում են դեն շուխուր կա, բայց չկար։ Մենք դες բան չենք տեսել։ Չէ, չենք հանդիպել նման ոչ մի բանի։ Մենք էլ ճիշտ ասած այնտեղ լսել էինք, բայց ոնց միշտ եկել ենք, նույն ձև եկել ենք։ Օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ սակայն երեկվանից հերթապահում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ։ Ինչ են անում, ասացին ծառայություն, ինչ ծառայություն։ Սուրեն Պապիկյանը մանրամասնեց։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում։ Եվ կռուտիտներ մի արեք, թե բանա։ Մենք միշտ հետախուզվող ենք փնտրում բան։ Ամոթա մի խափեք մարդկանց։ Լուսավոր Հայաստանի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հորդորում է արագ հեռացնել ռազմական ոստիկաններին օդանավակայաններից, որտեղից էլ գան Հայաստանի քաղաքացիները ընտրության իրավունք ունեն, ասում է։ Պարզ չի այդ մարդիկ եկել ընտրության թե չէ, պարզ չի ում են ընտրելու, դուք գլուխ եք գոմ, որ ձեզ են ընտրելու, թող գան, եւ վերջինը, որ բանակը ձեր համար բանտ չի, որ ձեր պատկերացումներով մարդ պատժելու համար բանի ծանուցագիր տակ, հավաքների ծանուցագիր տակ մարդկանց։ Եղավ։ Ընդդիմադիրներից Գեղամ Մանուկյանի կարծիքով ռազմական ոստիկանների ներկայությունն անցակետերում նույն հոգեբանական գրոհի շրջանակներում է։ Բաքրատաշենում բոլոր սահմանային անցակետերում որևէ ֆունկցիա չունի ռազմական ոստիկանը։ Որևէ ֆունկցիա, որովհետև եթե մարդը հետախուզում է ծառայության հետ կապված, սահմանապահների, ոստիկանների դոսիեներում օդանավակայանում ինքնաբերաբար կար եւ շատ հաճախ այնտեղ մարդիկ ձերբակալվել են։ Պատգամավորը նկատում է, եթե այնուամենայնիվ սպառնալիքներից բացի Հայաստան եկողները վարժական հավաքի ծանուցագիր ստանան այս օրերին, օրենքի խախտում է։ Առաջիկա հավաքը հունիսի 9-ից է, ծանուցումները բաժանված են վաղուց։ Այսօր ով էլ Ռուսաստանից, Մոսկվայից, Ամերիկայից, Ֆրանսիայից ինքնաթիռը դիշնի, ժամանակները ժամկետը անցել է, այլևս որևէ մեկին մինչև օգոստոսի ծանուցագիր չեն կարող տալ։ Միաժամանակ չի բացառում, որ ծանուցում էլ կտանեն էլ։ Հայաստանում իշխանությունը այլևս դատարան է, դատախազ է, ԱԱՑ է, քննչական է, գաղտնալսող է եւ բոլոր ֆունկցիաները վերցնում են։ Մեր հայրենակիցներից շատերը, որոնք Ռուսաստանում են ապրում, Ամերիկա, Ֆրանսիա, որոնք այս կամ այն պատճառով եկել են հայրենիք, ուրախության տխրության արդյոք բոլորին դիտում են որպես հանցագործ։ Դեռևս 4 տարի առաջ էր ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման դրել անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկելու առաջարկը։ Այն քննարկվեց ու ոստիկանությունն էլ պատրաստակամություն հայտնեց ցուցակներ տալ պաշտպանական գերատեսչությանը։ Ընդդիմությունը տարիներ շարունակ ահազանգում է վարժական հավաքներով ու սահման ուղարկելու սպառնալիքներով իշխանությունը հեղինակազրկում է բանակը, վարկաբեկում ծառայությունը։
Նախագահական նստավայրի առջև 4-րդ օրն է շարունակվում է կալանավայրում հացադուլ հայտարարած Արցախցի Արթուր Օսիպյանի ազատության համար նստացույցը և ստորագրահավաքը։ Արցախցի հանրային գործիչը Նուբար Աշենի բանտում հայտնվեց, երբ ավելի քան 2 շաբաթ առաջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանին դուր չեկած հաց տվեց։ Բանտում արդեն 17 օր է Օսիպյանը հացադուլի մեջ է, նա պահանջում է, որ վարչապետը ներողություն խնդրի իրեն վիրավորելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ ինքն է սպասում ներողության։ Այսօր նստացույց անող Գեգամ Օհանյանը հայտնել է, որ նախագահից դեռ պատասխան չունեն։ Ակցիայի մասնակիցները կարմիր քարտ են ցույց տվել նախագահին։ Կարմիր քարտ է, պարոն նախագահ։ Ես այսօր հագնված եմ իմ մրցավարի հագուստը մեր գերբով եւ կարմիր քարտով։ Այսօր կարմիր քարտ ստացավ երկրի նախագահան, ում գործունեությունը զրոյական էր այն պայմաններում, երբ ոտնահարվել է մարդու իրավունքը, խոսքի իրավունքը եւ անտեսվում է մարդասիրությունը։ Բոլոր ասպեկտներում նա պարտավոր էր միջամտել այս կոնֆլիկտին, այսօր նա ստացավ կարմիր քարտ, երկիրը փաստացի չունի նախագահ։ Այս կարմիր քարտը մնում է մրցավարի մոտ, մրցավարի գրպանում եւ կարծում եմ ընտրություններից հետո կարմիր քարտ ստանալու են շատերը։ Մեղադրում են, որ ըստ մեղադրանքի քարոզչությանն է վարչապետի խոչընդոտել, նաև կոչեր է հնչեցրել բռնության։ Վարչապետի քարոզարշավը այնպիսին էր, որ քաղաքացիները կարող են մոտենալ, տալ հարցեր եւ զրույց վարել։ Արթուր Օսիպյանը խնդրել է թույլտվություն ունենալ զրույց վարչապետի հետ, անվտանգությունը թույլ է տվել, Արթուր Օսիպյանը մոտեցել է տվել է հարցը եւ կոնֆլիկտը հրահրել է բացահայտորեն հրահրել է վարչապետը։ Ուստի խոչընդոտ քարոզարշավին ոչ մի կերպ տեղի չի ունեցել։ Ինքը վարչապետը ստեղծել է խոչընդոտ իր եւ քարոզարշավի եւ համոզված եմ իր հաղթանակի համար։ Դուք էլ կարմիր քարտ ցույց տվեցիք նախագահին, ինչու՞։ Որովհետև մենք կարծում ենք, որ այս իրավիճակը նորմալ չի ու դա պետք է բարձրաձայնել, որովհետև մենք համարում ենք, որ քանի դեռ բոլորը լռում են, քանի դեռ ոչ մի այսպիսի շարժում չի արվում, նորմալ կդառնա մեր հասարակության մեջ, որ մարդ կարող է լինել անօրինական ձևով քաղբանտարկյալ եւ սովամահ լինել հացադուլ անելով եւ մեր չլռելու փաստն է միայն դա դարձնում աննորմալ։ Եթե ինչ-որ պահից սկսած աշխարհում սկսեն այս թեմայով լռել կամ մեր երկրում սկսեն այս թեմայով լռել, դա դառնալու է նորմալ ու մենք ապրելու ենք այդպիսի երկրում, մեզ դա դուր չի գալիս, որովհետև այս երկրի ապագայում այս երկրում մենք ենք ապրելու ու մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, որովհետև մեզ դուր չի գալի այսպիսի կյանքը։ Արթուրը ուղղակի մարդ չի։ Արթուրին կարելի է դասել բոլոր ազատության համար պայքարող մարտիկների շարքում։ Այսօր մենք պայքարում ենք ոչ միայն Արթուրի կյանքի համար, այլ մենք պայքարում ենք մեր ազատության համար, որովհետև եթե մենք չկարողանանք փրկենք Արթուրին, դա կնշանակի, որ Հայաստանում հաստատվում է դիկտատուրա եւ ցանկացած մարդ կարող է հայտնվել Արթուրի տեղում։ Երկրորդ նախագահ Հայաստան Դաշնքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսօր Սևանում էր քարոզարշավ անցկացնում եւ այսօր էլ ելույթների հիմնական թեման հայ-ռուսական լարվող հարաբերություններն էին։ Մեկ-մեկ մտածում եմ, այս առանց հանրավակներ ես ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ պետք լինելու հետ վարժվելու համար։ Քարոզարշավը այսօր Սևանում անցկացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը։ Ընտրություններից հետո պետք է վերանորոգել երկիրը։ Այս կոչով սևանցիներին դիմեց վարչապետի ընդդիմադիր թեկնածուն։ Այսօրվա ելույթի առանցքում կրկին հայ-ռուսական վատթարացող հարաբերություններն էին։ Իմ տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունը ոչ մի հաշվարկ չի անում։ Մեկ հաշվարկ ունի։ Ինչ անի, որ աթոռը պահի թքած ունի, թե հետո ինչ կլինի իր սեփական ժողովրդի հետ։ Այսօր ավելի վաղ Հայաստան դաշինքը նաև մի տեսանյութ էր հրապարակել սոցցանցում, որտեղ երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որակեց մանիպուլյացիայի, ստի, ագրեսիայի, ատելության, պոպուլիզմի 8 տարիներ։ Գործող իշխանությունը այս քարոզարշավը վերածել է Հայաստանի պատմության ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։
Վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմադիր 3 առաջատար ուժերին անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, քարոզարշավի ընթացքում մեկ անգամ չէ, որ հայտարարել է. սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր ղեկավարած քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը, այդ նշանակում է Հայաստանը տանել հետ պատերազմի հորձանուտի մեջ։ Ես երաշխավորում եմ, որ պատերազմ չի լինի։ Իր այսօրվա ուղերձում Հայաստանի երկրորդ նախագահը հակառակն էր պնդում, շեշտելով հարևանների հետ ավելորդ լարվածությունը, իսկ դաշնակիցների հետ առճակատում չի լինի։ Արտաքին քաղաքականության մասին խոսելիս Քոչարյանը ընդգծեց, որ չի խաղալու մեծ տերությունների հակասությունների վրա, այլ բարեկամական հարաբերություններ կունենա եւ Ռուսաստանի, եւ Միացյալ Նահանգների, եւ Եվրոպայի հետ։ Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել բոլորի հետ, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ուզում ես պապան ընտրվի, դե չէ։ Չէ, ուզում եմ ընտրել Նիկոլը գնա, բայց ուզում չեմ ինքը վարչապետին։ Պաշտոնական ուղերձներից եւ քարոզարշավից բացի Քոչարյանները այս քարոզարշավի ընթացքում նաեւ ընտանեկան պատմություններով են կիսվում։ Այս անգամ կրտսեր Քոչարյանը Լևոնը հրապարակել էր մի հատված մոր Բելա Քոչարյանի հետ մտերմիկ զրույցից։ Չէ, ուզում եմ այդ մասը հաղթել, օպոզիցիան հաղթի, միասնական օպոզիցիան, հետո կոնկրետ չեմ ասում, ուզում եմ ինքը լինել, բայց լավ կլինի, որ ինքը լինի, որ այս շրջանը կոնե 2-3 տարին ինքը տանի։ Իդեպ մարզերում եւ սոցիալական ցանցերում ակտիվ քարոզարշավ իրականացնող Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մասնակցի հանրային հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական ուժերի առաջին համարների մեծ բանավեճին, պնդելով, թե այդ ձևաչափով բովանդակային քննարկում հնարավոր չէ ունենալ։ Այս շաբաթ տեղի ունեցած մյուս 2 բանավեճներին այդուհանդերձ նրա թիմակիցները մասնակցել են։ Դա իսկ ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության 5 տասնյակի չափ գրասենյակներում առավոտից խոզարկություններ էին, հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին Սամվել Կարապետյանի ուժին առնչվող ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ է հրապարակել։ Իրավապահներն այսօր վաղառավոտյան լայնածավալ խոզարկություններ են արել ընդդիմադիր հիմնական 2 ուժերի՝ Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի գրասենյակներում։ Քննչականը խոզարկում էր միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցության 50 գրասենյակներն ինչպես Երևանում, այնպես էլ այլ բնակավայրերում։ Օրվա վերջում արդեն մեղադրանք առաջադրեցին 37 հոգու, որոնք ըստ քննչականի օժանդակել են կուսակցության առանցքային գործիչ Ալեքսան Ալեքսանյանին։ 25 հոգի ձերբակալված է։ Ամենևին զարմանալի չի ճնշումների եւ քրեական գործիքակազմի կիրառման այս երևույթը, որը նոր թափ է ստացել։ Ալեքսանյանը 3 կալանավորվեց ընտրողներին նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Ուժեղ Հայաստանի խոսնակ Մարիաննա Ղարամանյանը հերքում է իրենց ուժին առնչվող մեղադրանքներն ու պնդում, փորձում են ճնշումներ բանեցնել։ Մեր համակիրները ճնշումներից չեն վախենում, մենք ճնշումներից չենք վախենում։ Հակակոռուպցիոնն իր հերթին Կարապետյանի առաջնորդած ուժին վերագրվող ընտրակաշառքի մասին հերթական գաղտնալսումները հրապարակեց, որտեղ տարբեր մարդիկ փողի շուրջ են զրուցում։ Ըստ իրավապահների, Աջափնյակի կուսակցության գրասենյակի պատասխանատուները համակիրներին ընտրակաշառք են խոստացելու տվել։ Ախպետ լավների շենքը 100,000 է։ Մենք 70 տվել եմ մեկին արդեն։ Չէ՞։ Մնացել է 30, հիմա կտամ 31, կամ ուրիշին կտամ, հիմային կտամ։ Թե ինչ հանգամանքներում են արվել այդ ձայնագրությունները, իրավապահները չեն մանրամասնում։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների փաստաբանը պնդում է, դրանք իրականացվում են առանց դատարանների որոշումների, օրինակ էլ ունի։ Ուժեղ Հայաստան կուսակցության ձևավորումից առաջ Կարապետյանների նախաձեռնած մեր ձևով շարժման աջակցի գործի նախաքննությունն ավարտվել է, գործը դատախազի սեղանին է, բայց փաստաթղթերի մեջ չկա գաղտնալսման մասին դատարանի որոշումը։ Գործի նյութերում չկա, որ
դատարանը թույլատրել է, որպեսզի իր հեռախոսային խոսակցությունները լսվի։ Տիգրան Հայրապետյանը ելի օրինակներ ունի, որոնք ըստ նրա հերքում են հակակոռուպցիոնի մեղադրանքները, թե ամիսներ առաջ Կարապետյանի թիմակիցները մարդկանց նյութապես շահագրգռել են։ Անձիկ սեպտեմբեր ամսից մինչև հիմա աշխատում են, այսինքն 10 ամիս աշխատել են ու ստացել են օրենքով սահմանված կարգով, քարտային, բանկային փոխանցումների միջոցով քարտերով ստացել են 200,000 դրամ աշխատավարձ։ Այդ բոլոր աշխատողները, այսինքն 2 միլիոն դրամ ստացվում է մի անձին, $5,000-ից ավել իրեն աշխատավարձ են տվել, որ դա դիտվի ինտերակաշար։ 10 ամիս առաջ, երբ դեռ նշանակված էլ չէր քվեարկության օրը, չէին կարող մարդկանց նյութապես շահագրգռել կամ ընտրակաշարք տալ, պնդում է փաստաբանն ու ընդգծում։ Իրականում այն ժամանակ մեր ձևով շարժումը աշխատողներ էր հավաքագրել, ամիսներ շարունակ աշխատավարձեր վճարել, այդ գումարներից հարկեր վճարել պետական բյուջե, բայց իրավապահները դա որակել են հանցագործություն։ 3 կալանավորված Ալեքսանյանի մեղադրանքը եւս սին է, ընդգծում է փաստաբանը։ Ալեքսանյանը իբրև թե որ այս գումարները կազմակերպել է, աշխատավարձեր է ձևակերպել, որպեսզի իրան գնան ուժեղ Հայաստանի օգտին։ Հակակոռուպցիոնն այսօր նաև հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի Գյումրիի գրասենյակների խուզարկությունների եւ 2 հոգու ձերբակալության մասին։ 4 ժամ տևած քննչական գործողությանը մասնակցել էր Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Հովիկ Պետրոսյանը։ Արգրավել են գրասենյակի մեր աշխատանքային համակարգիչները եւ մի քանի աշխատանքային փաստաթղթեր, որոնք պարունակում են հիմնականում տեղամասային կենտրոններ, ընտրական հանձնաժողովների անդամների ցուցակներ, ինչ նպատակով որ այցելել էին մեր գրասենյակ, ոչ մի նման փաստաթուղթ մենք չենք ունեցել եւ բնականաբար եթե ոչ մի փաստաթուղթ իրենց չագեշտավոր հետաքրքրող փաստաթուղթեր իրենք չկարողացան գտնել։ Հայաստան դաշինքի փաստաբան Հովանես Խուդոյանի խոսքով, որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան քրեական գործերը շատանում են։ Քանի որ այս գործերն շատ կանխատեսել են եւ քանի որ որևէ ապօրինի գործողություն էլ մեր շտաբներում չեն կատարվում, Հայաստան դաշինքի շտաբներում չեն կատարվում, ապա իրավապահները ազատ են գործել իրենց ծրտի ուզածի պես ինչքան մարդ ուզում են թող բռնեն։ Դա շտաբերի աշխատանքի կազմակերպման վրա որևէ ձև չի ազդելու եւ որևէ կերպ ընտրողին հետ չի պայելու գնալ եւ ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարելուց։ Իդեպ հակակոռուպցիոնն այսօր պնդեց, թե տարբեր կուսակցությունների համակիրներ ներգրավված են ընտրակաշարք տալու հանցավոր գործողություններում, պատրաստվում են ընտրությանը նախորդող օրը, այդ թվում ուշգիշերը նախապես համաձայնություն տված քաղաքացիներին ընտրակաշարք տալ, ենթադրելով, թե լռության օրը իրավապահները ակտիվ չեն արձագանքի։ Կրկին զգուշացրեցին խիստ պատասխանատվության մասին, թե որ ուժերն են դրանք եւ արդյոք նրանց շարքում է նաեւ վարչապետի գլխավորած քաղաքացիական պայմանագիրը, իրավապահ կառույցը չի մանրամասնում։ Այս պահի դրությամբ ՔՊ-ին առնչվող վարույթ չկա, ընտրախախտումների մեղադրանքներով անցնում են միայն ընդդիմադիրները։ Բարգավաճ Հայաստանը այսօր Երևանում է քարոզարշավ անցկացնում, այս կուսակցության համակիրները Մատենադարանից երթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ այժմ ընթանում է հանրահավաքը, այժմ ուղիղ կապ հաստատենք իմ գործընկեր Գայանե Սարիբեկյանի հետ, ով հետևում է հանրահավաքին։ Ողջույն Գայանե, արդյոք արդեն ելույթ ունեցել է Գագիկ Ծառուկյանը կամ սպասվում է արդյոք նրա ելույթը։ Տաթև ողջույն, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքը շարունակվում է այստեղ Ազատության հրապարակում, նրանք Մատենադարանից Ծառուկյանի առաջնորդությամբ երթով եկան այստեղ, Գագիկ Ծառուկյանը դեռ ելույթ չի ունեցել, ԲՀԿ-ականներն են ելույթ ունեցել, ամբիոնից ԲՀԿ տեխնացուներից Իվետ Ատոնոյանը հնչեցրեց Բաքվի բանտերում պահվող հայկերիների անունները, ինչպես նաև Հայաստանի բանտերում պահվող այն մարդկանց անունները, որոնք ըստ ընդդիմադիրների ազատությունից զրկվել են քաղաքական հայացքների պատճառով։ Իվետ Ատոնոյանը նաև հիշեցրեց, որ իրենք այս նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում վարչապետի իշխանության թիրախում են եղել, ճնշումների ու սպառնալիքների թիրախում են եղել։ Այո, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական հակառակորդներին, հիմնական մրցակիցներին, այդ թվում Գագիկ Ծառուկյանին սպառնում էր, ունեզրկել, սպառնում է նստեցնել եւ Ծառուկյանը արդեն սրան ավելի վաղ անդրադարձել է մինչեւ նրա ելույթը ես նշեմ որ Ծառուկյանն ասել է որ նա պատրաստ է ունեցվածքից զրկվել բայց իր պայքարից չի հրաժարվի այս պահին կարծես թե բեմահարթակ են հրավիրում Ծառուկյանին իսկ մինչ այդ ես առաջարկում եմ լսել Իվետ Ատոնոյանի ելույթից հատված Քարոզարշավի առաջին իսկ օրից
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մեր քաղաքական թիմը քարոզարշավն իրականացրել ենք բացառիկ կառուցողականության եւ բովանդակային քննարկման դաշտում։ Սակայն ցավոք մեր կառուցողական ու բովանդակային քարոզարշավին ի պատասխան այս մեկ ամսվա ընթացքում շատ հաճախ ստիպված էինք բախվել իշխանության ներկայացուցիչների կոռեկտությունից դուրս արտահայտություններին, գրեհիկ լեքսիկոնին, վիրավորանքներին, շանտաժին ու սպառնալիքներին։ Այսօր մեր ընկերներից շատերը կալանավորված են։ Շատերի դեմ հարուցված են քրեական գործեր։ Շատերը ձերբակալված են։ Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունը անում է հնարավոր ու անհնարին ամեն բան եւս մեկ անգամ վերարտադրվելու համար։ Անազատության մեջ է նաեւ ցավոք սրտի մեր գործընկեր, մեր ընկեր, Մայր Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Ես հիշեցնեմ, որ Գայանե Սարեբեկյանն է հետևում Ազատության հրապարակում Բարգավաճ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքին։ Շնորհակալություն Գայանե։ Մենք հետևում ենք իրադարձություններին եւ նորությունների դեպքում թարմացնում ենք նորությունները azatutsun.am կայքում, իսկ ես հիշեցնեմ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է մասնակցել այսօր ՀՄԿ-ով ընթացող վերջին բանավեճին։ Բազմաթիվ ահազանգ երկան, որ վարչական ռեսուրսը չարաշահվում է դպրոցների, համային քաղաքապետարանների, պետբյուջեից ֆինանսավորվող այլ հիմնարկների աշխատակիցներ են իշխող ուժի հավաքներին կազմակերպված մասնակցում, բայց արդյոք քրեական գործեր հետևում են այս ահազանգերին։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր Հայաստան դաշինքը բողոքում է, որ վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ իրավապահներին դիմումները անարձագանք են մնում։ Երեք մի 10 օր առաջ կլինի, հաղորդում ենք ներկայացրել Արտիկ համայնքի վերաբերյալ, որտեղ զեկույցի տեսքով շատ հստակ համայնքի այդ պաշտոնատարանց դեմքերը ֆիքսելով, իրենց համայնքի կայքից նույնականացումով, նկարներով քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ հաղորդում տվել ենք եւ ԿՀ եւ Քննչական հակակոռուպցիոն կոմիտեն։ ԿՀ-ն տեղեկացրել է, որ նույն բանը հասցեագրել է դատախազություն։ 24 ժամում ես պետք է ստանամ արձանագրություն վարույթ նախաձեռնելու մասին, օրենքը դա պահանջում, թող լինի 48 ժամ։ Մենք տվյալ չունենք, որ այդ գործով ընդհանրապես ինչ-որ ընթացք է տվել։ Նույնը այսօր հրապարակելու ենք Մարտունի քաղաքում վարչական ռեսուրսի մասին։ Չի կարող այնպես լինել, որ 30-40 անց միաժամանակ գտնվի արձակուրդում եւ իրավապահները պետք է սա գնահատման ենթարկեն։ Բազմաթիվ ահազանգեր եւ զրո քրեական գործ։ Չնայած փաստաբան Հովանես Խուդոյանի վերջին պնդմանը հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, հարկադրաբար քարոզարշավի տանելու դեպքերով քրեական վարույթները իրենց տիրույթում չեն։ Քննչական կոմիտեից ասացին, քարոզարշավի ընթացքում չեն ստացել վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդում։ Պնդում են առանց հաղորդման ինքնուրույն նման քննություն չեն կարող սկսել, թե հակակոռուպցիոնից, թե քննչական կոմիտեից հետաքրքրվել էինք։ Վարչական ռեսուրսի ենթադրյալ կամ առերևույթ չարաշահման քանի հաղորդում են ստացել, քանիսի մասին կա գործ եւ արդյոք կան մեղադրյալներ։ Ես համայնքապետարն եմ աշխատում։ Ինչ եք աշխատում։ Բան որ։ Մեր Նիկոլին էր փառաբանը։ Մեր Նիկոլին։ Արիախ չնկարվի։ Ամեն ձեզ հետ աշխատում, այնքն է կոմունալում։ Հա։ Կոլեկտիվներով եք եկել։ Այո։ Որ կոլեկտիվն է։ Հայփոստ։ Ազատությունը իշխող քաղաքացիական պայմանագրի ընտրաշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մի շարք դեպքեր էր արձանագրել տարբեր օրերի եւ տարբեր բնակավայրերում։ Օրինակ Սպիտակում պետական հիմնարկների աշխատողներն աշխատանքային ժամին սպասում էին Փաշինյանին։ Համայնքապետից իր ենթականերից մինչև հայփոստ։ Պարոն Մաթևոսյան, աշխատանքի չեք բա։ Այն չես ուզում արա, եկա կնիկ է։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան եք լար։ Էլ եկար խանգարել։ Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում երեխաների դհոլի զարկերը անձամբ համայնքապետարանի աշխատակիցն ու դպրոցներից մեկի տնօրենն էին համակարգում։ Ասել են, որ գաք։ Այո։ Միշնակակ դպրոցում եք։ Հա։ Իսկ ուսուցիչներից կան։ Տնօրենն է։ Տեսա, որ նաև համայնքապետարանի աշխատողներն նաև ձեզ ասում, որ գնաք։ Այո։ Իրանք են էլի կազմակերպում։
4 տնօրեններ ազատման դիմումներ գրեցին Արագած օդնում։ Դասի ժամին ուսուցիչների եւ աշակերտների կազմակերպված մասնակցության ահազանգերից հետո։ Այս դեպքում ինչպես իրավական գործընթացի մասին չհայտարարվեց, այնպես էլ վարչապետի անոնսած ծառայողական քննության արդյունքների։ Փաշինյանն ասել էր, տնօրենների դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն։ Այսօր իշխանություն լրատվականն է տեղեկացրել Սիսիանի կոմունալ բաժնի պետը Դավիթ Մարգարյանը։ Իր ենթակայության տակ աշխատող 4 տասնյակից ավելի աշխատակցի ընտրական տեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ նա հանձնաժողովի նախագահ է։ Լրատվամիջոցը ենթադրել է քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի քաղաքացիական պայմանագրի կողմից նշանակված Մարգարյանը դեռ հանձնաժողովի նախագահ է, չնայած ինքն անձամբ մեկ հաստատում, մեկ հերքում էր։ Ձեզ հարմար կլինի տեղափոխվել Լոր գյուղ։ Խնդիր չի, կգնամ։ Հանուն Նիկոլ Փաշինյանի կգնաք։ Իհարկե։ Դուք Սիսիանում չեք ընտրելու արդեն, Լոր գյուղում եք ընտրելու, գիտեիք։ Գիտեմ, ազիզան, գիտեմ, Հա, գիտեմ։ ասել են, որ պիտի Փաշինյանին ընտրեք։ Հա, գիտենք, մենք գիտենք։ Տեղամասը փոխվել է, Լոր գյուղում եք ընտրելու։ Հա, Սիսիանը գյուղերը, ես գյուղերը որ չեմ կարող հիշեմ։ Իսկ ինչու եք տեղափոխվել Լոր գյուղ։ Որոշման մեր գործընկերները տեղ են ընտրում։ Եվ ծրագրի ավարտին մեկ միջազգային լուր Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից հետո Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի մեխանիզմների շուրջ։ Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հրադադարի համար Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլահը պետք է դադարեցնի հարձակումները եւ դուրս գա Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից։ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը սակայն քննադատել է գործարքային, անվանելով լուրջ սխալ եւ պնդելով, որ Հեզբոլահը դրանից միայն կուժեղանա։ Իսրայելի պաշտպանության նախարարը մինչդեռ համաձայնագիրը մեծ նվաճում է անվանել, սակայն ռազմական գործողությունները Լիբանանի հարավում ասել է կշարունակվեն։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ մեր սոցիալական ցանցերի էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։